Սլամեդ բժշկական կենտրոնը Հայաստանում առաջինն իրականացրեց ռոբոտային վիրաբուժական համակարգով վիրահատություններ։ Ռոբոտային վիրաբուժությունը կիրառվում է աշխարհի առաջատար բժշկական կենտրոններում եւ այժմ հասանելի է նաեւ Հայաստանում, Սլամեդ բժշկական կենտրոնում։ Գերժամանակակից այս սարքի ներդրումը նոր նշաձող է սահմանում հայկական վիրաբուժության մեջ, ապահովելով առավել անվտանգ, քիչ ինվազիվ եւ գերճշգրիտ վիրահատությունների իրականացում։ Շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, որովհետև բժշկության մեջ կարծես թե սկսում է վիրաբուժության նոր դարաշրջան, որովհետև եւ մասնագիտական եւ սարքավորումները այդ հնարավորությունը տալիս են, ամբողջ պոտենցիալը ունենք։ Այսօր Հայաստանում, Երևանում, Սլամեդ բժշկական կենտրոնում կատարվեց եւ գինեկոլոգիական, եւ վիրաբուժական և ուրոլոգիական վիրահատություններ։ Սլամեդ բժշկական կենտրոնի հիմնադիրի խոսքով այս կարևոր նախաձեռնության իրենք նախապատրաստվել են մանրակրկիտ եւ մեծ պատասխանատվությամբ։ Սլամեդի բժիշկները մասնակցել են համապատասխան վերապատրաստումների արտերկրում, ինչպես նաեւ հրավիրյալ մասնագետների հսկողությամբ իրականացրել բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։ Сегодня произошло историческое событие. Այսօր տեղի ունեցավ պատմական իրադարձություն Հայաստանի բժշկության ոլորտում։ Սլամեդ բժշկական կենտրոնում իրականացվեցին ռոբոտային առաջին վիրաբուժական միջամտությունները, որոնցից մեկը Երիկամի չարորակ ուռուցքի կապակցությամբ։ Միշտ էլ դժվար է լինել առաջինը։ Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել Սլամեդի հիմնադրին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ Ցանկացած նոր տեխնոլոգիա պահանջում է ժամանակ, փորձի կուտակման եւ անհրաժեշտ հմտությունների ձևավորման համար։ Վստահ կարող եմ ասել, Սլամեդում առկա են բոլոր անհրաժեշտ նախապայմանները, իսկ բժիշկներն ունեն համապատասխան որակավորում եւ պատրաստվածություն։ Ֆանտաստիկ գործիք է ռոբոտը եւ մեծ հնարավորություն է ստեղծում բժշկի համար հիվանդին առավել զգուշությամբ վիրահատել, առավել ապահով վիրահատել եւ լավ հետվիրահատական արդյունքներ ունենալ։ Ռոբոտի ձեռքերը պտտվում են 360 աստիճան եւ մի քանի հոդով ծալվում են։ Ուրոլոգիայում շագանակագեղձի քաղցկեղի պարագայում շագանակագեղձի արմատական հեռացումը ռոբոտով դա ոսկե ստանդարտ է համարվում։ Ամենալավ արդյունքներն են լինում ռոբոտիկ պրոստատեկտոմիայի ժամանակ։ Սլամեդ բժշկական կենտրոնի բժիշկների խոսքով այսուհետ հնարավոր է նվազ-ինվազիվ եղանակով առավել արդյունավետ ու անվտանգ իրականացնել անգամ ամենաբարդ վիրահատությունները։ Ռոբոտային վիրաբուժությունը դա ժամանակակից վիրաբուժության գագաթնակետն է համարվում։ Ռոբոտային վիրաբուժությունը դա մի մակարդակ է, որը հնարավորություն է տալիս տեսնել այլ նյարդաթելերը, որոնք նյարդավորում են կամ անոթները, որոնք անոթավորում են տվյալ թիրախային օրգանը շատ ավելի մեծ հստակությամբ, պարզությամբ եւ խորությամբ եւ իրագործել միկրոսկոպիկ զգայունությամբ վիրահատություններ։ Լուրջ խնդիրներ ունեցող պացիենտները կստանան ավելի որակյալ վիրաբուժական օգնություն ռոբոտի օգնությամբ։ Գինեկոլոգիայում մենք կարող ենք օգտագործել ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ ուռուցքների պարագայում, էնդոմետրիոզների ժամանակ, միոմանների ժամանակ վիրահատություններ, որոնք բերում են անպտղության, մենք կարող ենք վիրահատել, վերականգնել կնոջ պտղաբեր ֆունկցիան եւ վիրահատություններ, որոնք որ կբարելավեն կյանքի որակը, այսինքն ցավեր, արյունահոսություններ, դրանք բոլորը կանցնեն անցյալ։ Համակարգի լայն հնարավորություններն ու տեխնոլոգիական զինվածությունը հնարավորություն են ընձեռում հենց Սլամեդ բժշկական կենտրոնում կազմակերպել ռոբոտային վիրաբուժության մասնագիտական վերապատրաստման ծրագրեր ու դասընթացներ։ Ոչ միայն կարող ենք անել վիրահատություններ, այլ մենք սիմուլյացիոն կենտրոն ենք հանդիսանում, կարող ենք կրթել, հեռավար վիրահատություններ կատարել, այսինքն շարժվել, քայլել բժշկությանը համընթաց։ Ռոբոտային վիրաբուժության համակարգը կնպաստի նաև հեռաբժշկության դինամիկ զարգացմանը, կխթանի միջազգային առաջատար մասնագետների հետ արդյունավետ համագործակցությունը, կվերացնի աշխարհագրական սահմաններն ու զգալիորեն կնվազեցնի բուժառուների արտերկիր մեկնելու անհրաժեշտությունը։